Հայոց ցեղասպանության 100-րդ տարեցի միջոցառումներին ընդառաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ առաջին տեղակալ պարոն Պողոսյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբ աշխատանքային խումբը ոստիկանական ամբողջ ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ է տվել 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու եւ բուն միջոցառումների անցկացման օրերին ինչպես հասարակական կարգի պահպանության այնպես էլ միջոցառումների անցկացման եւ անվտանգ երթևեկության ապահովելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հիմնական միջոցառումները դուք գիտեք երևի սկսվում են 2015 թվականի ապրիլի 22-ից ապրիլի 22-ից մարզահամերգային համալիրում սկսվում է ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ հասարակական քաղաքական ֆորումը ֆորումին մասնակցելու են Հայաստանի Հանրապետությունում գտնվող ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ պատվիրակությունների կազմում այնպես էլ արդեն կազմակերպիչների կողմից նախատեսված զանգվածը հիմնականում 22-ին երեկոյան ժամը 21:30-ին Մայր Աթոր Սուրբ Էջմիածին քաղաքում կլինի հսման կարգ, որը նախորդում է բուն սրբադասման արարողությանը, երեկոյան 21:30 կսկսի եւ մոտ 1 ժամ տևողությամբ միջոցառում է լինելու Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում, որից հետո ամսի 23-ին մարզահամերգային համալիրում, երբ որ կավարտվի ֆորումը ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի բաց խորանի տարածքում կսկսվի սրբադասման արարողությունը։ Սրբադասման արարողությունը ինչպես Էջմիածնում, այնպես էլ Երևան քաղաքում կարող են դիտել Երևան քաղաքում Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրաններից 2015 ամսի 23-ին ժամը երեկոյան սրբադասման արարողության ավարտից հետո երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալու համերգ Արթնացրեք հոգիները System-on-Down ռոք խմբի համերգ ակցիան ընդդեմ ցեղասպանությունների։ Ուրեմն ես նաև ավելացնեմ, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում սրբադասման արարողությանը մասնակից լինելու ցանկություն ունեցող քաղաքացիները Երևան քաղաքի Բրազիլիայի հրապարակից կարող են ավտոբուսներով ուղևորվել Մայր Աթոր Սուրբ Էջմիածին եւ այնտեղից վերադառնալ Երևան քաղաք։ Եվ երեկոյան արդեն ժամը 20:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ռոք համերգը եւ համերգի մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով առավոտյան ժամը 20:00-ից դուք տեսնում եք 20:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները Համերգի մասնակիցների ցանկացող մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար մուտքը կլինի միայն Հանրապետության հրապարակի միայն կլինի Շահումյան հրապարակի կողմից իսկ ելքերը Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծ Պողոտայի կողմից Աբովյան փողոցի եւ Նալբանդյան փողոցի կողմից մուտք եւ ելք չի իրականացվելու Ասեմ նաև ձեզ, որ Հանրապետության հրապարակում նաև մասնակիցների թիվն է սահմանափակված, որոշակի թվաքանակից հետո ոստիկանությունը ստիպված կլինի նաև փակել այդ մուտքի հնարավորությունը։ 23-ի միջոցառումները ավարտելուց հետո ապրիլի 24-ին առավոտյան արարողակարգային միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները կլինեն փակ վիճակում։ Քաղաքացիների համար մուտքը Եղեռնի հուշահամալիր
կսկսվի 13:00-ից։ Մինչև 13:00-ն բուն համալիրի տարածքում տեղի ունենալու արարողակարգային միջոցառումներ։ Ամսի 24-ին փակ կլինի Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը կիսով չափ կլինի փակ վիճակում, որտեղ այնտեղ երեկոյան համերգի համար նախապատրաստական աշխատանքներ պիտի լինեն, կփակվեն Ամիրյանի կողմից Տիգրան մեծ հատվածը բաց կլինի, սակայն Նալբանդյան եւ Աբովյանի կողմից նորից էլի կլինեն փակ վիճակում, կլինի շրջանցում, պատկերասրահի հետևից կազմակերպվի երթևեկությունը, իսկ Հանրապետության հրապարակի մեջտեղի հատվածից կփակվի դեպի շատրվաններ տարածքը։ Արարողակարգային միջոցառումներից հետո ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու համերգ, վերածնունդ համերգ ակցիան, որի ավարտից հետո ժամը 22:00-ին նախատեսվում է ջահերով երթ մարզահամերգային դեպի մարզահամերգային համալիրի հատվածով դեպի Եղեռնի հուշահամալիր։